Նիկոլյան խայտարագություն ամեն մի հարցունի մեկ պատասխան արդեն որոշել եմ քիչ խոսել երևի շաբաթը մեկ ամենաշատը երկու անգամ ելույթ ունենամ քանի որ դա ձեզ չի էլ հետաքրքրում ձեր հեշտպետն էլ չի կբացատրեմ նաև այս ֆիլմում թե ինչն է պատճառը եւ ձեզ ինչ չի հետաքրքրում եւ բացի դա նաև արտոնությունների տրված եւ Հայաստանին եւ Ադրբեջանին եւ Ռուսաստանին եւ Ամերիկան եւ Եվրոպան է փակում շատ մարդ չել դիտում ոչ միայն ինձ, այլև ճշմարտություն խոսող շատ մարդկանց կամ կիսատ ճշմարտություն կամ պաուզաներով ճշմարտություն, մի մասը սուտ, մի մասը ճշմարտություն հետագայում դուք ինքներդ պետք է եզրակացություն կատարեք, թե այդ մարդու խոսածածի որ մասն է ճիշտ, որը սխալ, բայց քանի որ սկսել եմ փակել եւ բացի դա դուք էլ այդքան հետաքրքրված չեք Համառոտ ամեն շաբաթ 1-2 անգամ կներկայացնեմ ու դրանով կավարտենք։ Այժմ Իսրայել-հայոց ցեղասպանություն։ Այս ամենը դուք ինքներդ ստոպ տվեք, կարդացեք, օֆիցիալ ինչ են ասում, ինչ է կատարվել եւ ինչու են ցանկանում ընդունել հայոց ցեղասպանությունը, բայց այժմ խոսենք իրականության մասին։ Ինչի Իսրայելը հիմի բարձրացեց այդ հարցը։ Այս հարցը նորից հավի հարցն է։ Եթե Իսրայելը իրոք անկախ երկիր լիներ, նա ցանկանար առաջինը նա պետք է սա աղաղակեր եւ Թուրքիայից նաեւ հենց ինքը լիներ պատճառներից մեկը նաեւ պահանջեր այդ ամենը հայկական բոլոր էթնիկ հողերը հետագայում իբր Երուսաղեմն էլ է իր էթնիկ հողը իրենք այդտեղ 3000 տարի առաջ ապրել են եւ դրանից հետո նա այդ հարցը բարձրացներ բայց ինչի հիմա այդ հարցը բարձրացեց եւ նաեւ այստեղ ինչն եմ ուզում շեշտել Իսրայելը երբ որ իրեն ցեղասպանության հարցը բարձրացնում է նա շեշտում է որ մենք ապրել ենք այստեղ 3000 կամ 2000 տարի առաջ Քրիստոսի ծննդյան ժամանակ մենք եղել ենք այս Պաղեստին կոչվող ամբողջ տարածությունում։ Հայերը ոչ մի անգամ այս հարցը չեն դնում, որ երբ որ Տիգրան մեծի ժամանակ, Տիգրան մեծից հետո, քրիստոնեություն ընդունելուց առաջ եւ հետո եւ մինչեւ 1700 թվականները Ադրբեջան կոչված այդ մարդիկ որտեղից են եկել, ովքեր են նրանք իրոք Եկեք կատարենք DNA, եկեք կատարենք տարբեր փորձեր, տեսնենք այս մարդիկ իրոք այստեղի բնակիչ են, թե մենք չենք բնակիչը։ Այսինքն տոտալ ձևով ամբողջ Հայաստանի ղեկավարությունը, ամբողջ Հայաստանի կառավարությունը ձեզ հետ միասին այդ ամբողջը տանում է այնպես, որ ազերիները այստեղ եղել են, մենք չենք եղել։ Այժմ Իսրայելը այս հարցի բարձրացումը Իսրայելը այս հարցը ոչ թե բարձրացրել է նրա համար, որ աշխարհը տեսնի, որ ինքը որքան լավ երկիր է, ոչ, Իսրայելը այս հարցը բարձրացրել է երկու նպատակով։ Առաջին նպատակը դա նա է, որ աշխարհը տեսնի, որ իրենք էլ են այստեղ այդքան 1000 տարի առաջ ապրել եւ սա իրենց սեփականությունն է, նրանք իրենց սեփականության համար են կռվում։ Ոչ թե Հայաստանի համար նրանց ձեռքերը վառվել էր եւ հիմա էլ բարձրացնում են այդ հարցը։ Իսկ երկրորդը դա բարձրացնում են նաեւ նրա համար, որ մեր հավերը նաեւ կուտը, թե որ կողմից կուտեն, այսպես թե այնպես հայոց պետականության ոչնչացման վերջն է։ Եվ այդ վերջը ավելի արագ կատարվի ինչի համար, որովհետև հայերի մեծ մասը մտածում է, որ հրյաներն են ամենաուժեղը, հրյաներն են աշխարհը կառավարում, այ տեսեք այս Ռոքֆելլերները, Ռոշվիլդները, այս բոլոր բանկերը աշխարհի նրանց ձեռքում են, նրանք են կառավարում, բայց իրականությունը դա չի, այլ հայերին կուտ էին տալիս, որպեսզի բարձրացնեն այդ հարցը, ազերիներն ու թուրքերն էլ կատաղեն միանգամից վերջը տրվի վերջացնեն։ Այս երկու նպատակն այլ նպատակ այստեղ չկա, իսկ եթե թուրքերին են նրանք սրանով փորձում պատժեն
եւ աշխարհն էլ նրանց կողմն անցնի, որ թուրքերին պատժում են, հрьяաներին աշխարհում ոչ մի երկիր եւ ոչ մի տեղ չեն սիրում։ Ինչպես մի ֆիլմում, նախորդ ֆիլմերից մեկում ասացի, փորձում է նաեւ բրուտը հрьяաներին վերացնելուց հետո, ոչ թե հрьяաներին ֆիզիկապես վերացնելուց հետո, իբր որ ինքը ներկայացնում է աշխարհի տեր, դրանից հետո իբր հայերն են աշխարհում ամբողջ ժամանակներում աշխարհը հսկում եւ ցույց չեն տալիս, դրա համար իրենց էլ են կոտորում։ Ինչպես հիմա կարող են նշել, որ Նիկոլը կոտորում է նաեւ հայերին, ինչպես նաեւ երկրորդ համաշխարհայինի ժամանակ հрьяաները գումար էին չտվեցին Հիտլերին, հետագայում տալիս են եւ Հիտլերը հрьяաներին էր վերացնում։ Այս կեղտոտ խաղերը, որ անասունների գլուխը մտնի, այդ ամենը կատարվում է դրա համար։ Չգիտեմ, իրոք հասկացաք թե չէ։ Նպատակը երկուսն է այստեղ։ Առաջինը, որ իրենք աշխարհին ցույց են տալիս, որ դա նշանակություն չունի, որ 3 կամ առաջի օրը այստեղ ապրում են պաղեստինցիները։ Մենք այստեղ ապրել ենք 3000 տարի առաջ եւ մենք պետք է ապրենք այստեղ, սա մեր էթնոսն է։ Եվ հայերին ցեղասպանություն կատարել են Օսմանյան կայսրության ժամանակ, իսկ Օսմանյան կայսրության այդ տարածությունները նույնպես եղել է էթնոս։ Այդ հարցն են շատ նուրբ ձևով բարձրացնում, որպեսզի հետագայում նաև ունենան հնարավորություն այս հարցի շուրջը խոսելիս ասեն, որ էթնոսն են վերացնում են տեսակը հենց իրենց տարածությունում, դրա համար ենք բարձրացել ենք եւ մենք էլ այստեղ պայքարում ենք մեր էթնոսի համար, այդ առաջի կետը։ Իսկ երկրորդը հայերին կուտ էին տալիս, որ իբր Իսրայելն է աշխարհի տերը, ինչպես հայերի 90% մտածում է, որ Իսրայելն է հսկում նույնիսկ բրուտին, այլ ոչ թե բրուտն է հսկում ամբողջ աշխարհը, եւ այդտեղ կուտ ուտելով, հավի կուտը ուտելով, հայերը ոտքի կանգնեն եւ Թուրքիան ու Ադրբեջանը ոչնչացնեն։ Նաեւ այդ երկու հարցն է միանգամից բարձրացնում ինքը եւ նայա շահելով ինքը դուրս գալիս եւ նա։ Իսկ եթե դրանցից մեկն էլ կատարվի, նորից ինքը շահած է այդտեղ։ Հասկացաք թե ինչի է Իսրայելը բարձրացնում այդ հարցը։ Այժմ ռուս-ուկրաինական պատերազմ։ Այստեղ ցույց է տալիս, թե ռուսները որքան են վերցրել, նրանք որքան են վերցրել։ Սա չէ այստեղ հարցը։ Այստեղ Ռուսաստանին, ինչպես նաև Շվեդիայի մի քանի մեր հայերը արդեն ցանկալել չի նրանց անունները ասել, ուսումնասիրելով եւ խոսալով նաև Նորվեգիայի թագավորական ընտանիքին մոտ կանգնածների հետ, որը ինքը բրուտի հետ նաև որոշ մասերում նաև փայատեր է, որ այս պատերազմը դեռ կձգեն այնքան, մինչև Ռուսաստանը ինքը ոչ միայն ռուսական լրտեսները, ինչպես Պուտլերն է եւ այլն, այլ Ռուսաստանը ինքը ծնկի գա բրուտի առաջ են իրոք, որոնք իրենց ռուս են համարում, որ այդպիսի ազգել չկա, դա ցեղատեսակ է, եւ դրանով համաձայնվեն նրանց բոլոր պայմաններին։ Դրա համար այս պատերազմը դեռ որոշ ժամանակ կերկարի, ու այս պատերազմը նաեւ այն պատճառը, որ Ռուսաստանը արդեն նավթ չունի, նավթ ու բենզին իբր չունի, սա նույնպես մեզ համար հարվածային հարց է։ Ինչի համար է հարվածային հարց, այլ ոչ թե նա է հարվածային հարց, որ Պուտլերը հայկական ապրանքները չի թողում Հայաստան, այլ նրա համար, որ Ադրբեջանից նավթը ստանան եւ Թուրքիայով գնան Եվրոպա դուրս գան, թեպետ մեր ապրանքների մասին այդքան էլ նաեւ մենք չենք լավ կարծիքի։ Ինչի համար, որովհետեւ ամբողջ Եվրոպան այդ դաշտերը, որ մշակում են, նրանք անդադ առնում են նոր այդ հողը մշակող բոլոր պարտանյութերը։ Իսկ Հայաստանում կամ դա գալիս է արդեն աղտոտված, թունավորված, կամ մնում է
այդ ամենը խոնավություն քաշելով թունավորվում եւ հայկական ապրանքը թունավորված է։ Նաեւ այստեղ շեշտեմ մի հանգամանք, որովհետեւ ձեզ համար պարզ լինի։ Եվրոպայում կա նաեւ այսպիսի օրենք։ Ամեն մարդ եւ հիմնարկություն սովորական ուտելիքների աղբը, շշեր, թուղթ եւ այլն, այդ ամենը մի 4-5 տեսակ կարող եք աղբաման նետել, բայց օրինակ խանութները կամ ֆաբրիկան, որը միս է արտադրում կամ միրգ է ստանում պահեստավորում, նրանք իրավունք չունեն դրա աթխոդները, դրանից մնացածը նորմալ աղբի տեղ հանձնելու, նույնիսկ բիո իրավունք չունեն հանձնելու, այլ ինչ իրավունք ունեն նա դա կատարելու, նրանք իրենք պետք է դա ոչնչացնեն կամ մեծ գումար վճարելով գալիս է կազմակերպություն, որը դա վերցնում է, տանում են ոչնչացման։ Եթե խանութ բանը մսի կամ մրգի խանութ ունի, մի մասը փչանում է, ապա նա պետք է դա կատարի այդ օրգանների միջոցով։ Նա չի կարող դա տանել, թափել գետը կամ հողի մեջ թաղել եւ այլն, ավելի մեծ տուգանքների կարժանանա։ Այդպիսի օրենքներ կան, որը հայկական ապրանքը հասնելով Եվրոպա, եթե այնտեղ պետք է ստուգեն դրա պիտանելիությունը, ապա կարող են ամբողջը թափել եւ հասցնելով այնտեղ նույնիսկ կարող եք նաեւ մեծ քանակի նաեւ վճարել տուգանքներ, այսինքն կրկնակի եռակի դուրս գաք դրա տակից ավելի վատ։ Այժմ Ռոբերտ Աբաջյան այս հերոս տղայի նկարը ինչ-որ պատերից քաղաքապետարանը ջնջել։ Խոսքը այս տղայի մասին չէ, Ռոբերտ Աբաջյան այս հերոսի, որը ասեց, ես նրա մերը, ով որ այս պոստը կհանձնի, ու իրեն պայթեցնելով ազերիներ հետը պայթեցել։ Եթե Հայաստանը տվել է հետմահու այս շքանշանները, սա էլ մի կողմ թողնենք։ Ցանկացած հայ ընտանիք նման անձնավորությանը, թեպետ ինքը տարիքով երիտասարդ կամ պատմություն դեռ չէր եղել մեզ համար, մեր շրջանի երիտասարդ է, ինձնից շատ երիտասարդ տարիքով, ձեր տարիքի եւ այլն, բայց ինքը նույն հերոսությունն է կատարել, ինչ որ անցյալի մեր բոլոր հերոսները միգուցե նրանցից մի մասից ավելի գեր հերոսություն է կատարել։ Այստեղ որն է հարցը։ Ինքը դա մեր տեսակն է, դա հայի տեսակ է։ Եթե մենք ինչ որ մի տականք հայի տեսակին, որը աշխարհը գնահատում է նման մարդուն ամենաբարձր որակավորում տալով նրան, շատ երկրների նաև զինվորական եւ ուսումնասիրական կազմակերպություններ Ռոբերտ Աբաջյան այս երիտասարդին տվել են շատ բարձր գնահատական։ Իսկ մենք մեր կեղտոտ Երևանի քաղաքապետարանը կամ քաղաքացիները, որոնք անցնում են այդ նկարի կողքով, նրանց կոկորտը չեն կրծել կամ շանսատակ չեն արել, որ նրա նկարը ջնջում են, ապա նշանակում է, որ դուք հավ եք, դուք հերոս ունենալու կամ տեսակ լինելու իրավունք չունեք։ Այս երիտասարդը ինքը տեսակ է, ինքը ամենաբարձր տեսակն է մեր էթնոսի։ Իսկ էթնոսի ամենաբարձր տեսակը դա մեր պարծանքը պետք է լինի, մեր հպարտությունը պետք է լինի։ Մենք տարբեր տեղեր, երբ որ մեր մասին խոսենք, մենք այս հպարտության մասին պետք է խոսենք։ Իսկ քանի որ մենք թույլ ենք տալիս, որ նրա նկարը ջնջեն կամ եւ այլն, ապա դուք արդեն ոչնչանում եք ոչ թե որպես միայն էթնոսի տեսակ, այլև որպես մարդ, դուք անասունի իրավիճակի եք հավասարվում նրանք, ովքեր կատարել են եւ ովքեր եղել են նրանց կողքին կամ անցնելուց տեսել են, որ այս նկարը ջնջվում է պատի վրայից։ Ինձ թվում է պետք է հասկանաք ձեր իրական իրավիճակը ողորմելի, որ ոչ ոք եք
այս տղայի կողքին։ Նույնիսկ ինքը իրեն պայթեցնելուց հետո այժմ նա ավելի բարձր է, ավելի օգտակար է եւ ավելի հպարտություն է պատճառում ազգին, քան դուք, որոնք սողում եք երկրի վրա։ Իսկ այժմ Ուրսուլայի մասին։ Այս տականքը ինքը դրածո տականք է։ Եվրոպայում տարբեր երկրներում կան սրա տեսակը նրանք Հիտլերից, նույնիսկ ամենաբարբարոսներից ավելի բարբարոս տեսակն են նրանք արտաքնապես ցույց են տալիս, որ բարեկիր, բարեհամբույր մարդիկ են, բայց իրականում նրանք ամենատականք տիպի, ցանկացած տականքության կարող են գնալ։ Ինչի համար, քանի որ նրանց արդեն գենի մեջ, ոչ թե սա մի երկրի գենն է, այլ եվրոպական տարբեր երկրներում կան այս նույն գենը կրող տարբեր մարդիկ։ Նրանք արտաքինից ցույց են տալիս, որ իրենք համաձայն են, իրենք եկել են բարիություն, քաղաքակրթություն, բարօրություն մատուցելու համար ձեզ, որ դիտեք էլ տեսնեք, տեղ կլինի կարող է լացել, տեղ կլինի ձեր լավից, որի համար հոգու խորքումն է, տխուր է, կարող է ցույց տալ, որ ի սրտե ուրախ է։ Սրանք մի տականք տեսակ են, որոնք խաղում են ամենաբարձր մակարդակի ձևով։ Եվ սրանց համար միայն իրենց բարեկիրթ ապրելը եւ մյուսներին ոչնչացնելն է։ Սա տիպ է, որին Եվրոպայում աճեցրել են բրուտները, եւ բրուտը պատահական չի սրան դրել Եվրոմիության շեվ, եւ այստեղ իրոք նրանք իրար հետ համբուրվեցին, իրար հետ կնքեցին այն ամենը, որ դու մեր բարեկամն ես, հիմա էլ ռուսական նավթը կգա քո ճանապարհով, քանի որ Ուկրաինայի հետ մենք փակել ենք ճանապարհը, դու ռուսական նավթը ուղարկիր, Պուտինի անունը այդտեղ չկա, դու էլ մեր լավ միջնորդն ես, կռան բացող փակող ուղարկի տղա ջան, շատ լավ ես անում։ Իսկ Հայաստան գալով, Հայաստանի այս անասունին ինչ ասեց, այս անասունին էլ ասեց, այ անասուն, որ այդտեղով բան ասնի, հանկարծ կոտոշները տնկած չանցնես, տրորես կամ ոչնչացնես, դա մերն է, այդ մեր ամեն ինչը պետք է գա անցնի այդտեղով։ Բայց քանի որ վրացիներն էլ ունեն կոտոշ, նաև Զանգեզուրը պետք է տակ, որ այդտեղով գնա եւ կոտոշները չցցես։ Մենք քեզ երկար դեռ կպաշտպանենք իբր Հայաստանի շեֆ, իրական խոսակցությունները այդ են եղել։ Իսկ թե ձեզ ինչ է ներկայացնում, դա արդեն ստի տեսակն է։ Այս մասին արդեն ասացի, մենք շատերս միշտ կովում ենք մեր միրգը, մեր օդը, մեր ջուրը եւ այլն։ Վերջերս ես համոզվեցի, որ մեր մրգի հայրն են անիծել, մեր ջրի հայրն են անիծել եւ մեր օդի հայրն են անիծել։ Էլ այդ Հայաստանը չի, որը ուներ այդ ամեն սրբությունները, այդ Հայաստանը չի։ Գոյատևման պայքար է գնում Հայաստանում, նույնիսկ ծիրանն են կեղտոտում, նույնիսկ պամիդորը պամիդորի նման չէ, ինչպես ամբողջ աշխարհում, բայց ոչ թե դա է պատճառը, այլ մերոնք չունեն հնարավորություն նույնիսկ նորմալ նավոզ տալ։ Մերոնք նաև չունեն այն սարքավորումները, որովհետեւ մի տարի այս հողը օգտագործեն, հաջորդ տարի մյուս հողը եւ հողը նույնպես կարիք ունի հանգստանալու։ Իսկ նավոզով հողը, արդեն այդ պարտանյութով հողը, դա արդեն այդ հողը չէ եւ միրգը իր սնունդը չի ստանում հողից։ Ճիշտ է, արևից իր փայաբաժինը Հայաստանում ստանում է, բայց հողից չստանալով եւ տարբեր պայմաններ, կեղտոտ ջուր եւ այլն, երբ որ ջրում են այդ այգիները, նաեւ այդ ժամանակ դուրս է գալիս, որ մեր միրգը ավելի վատն է դուրս գալիս, քան ինչ-որ երկրների միրգ, որը իրականում շատ լավն էր, եւ եթե միրգը չունի նաև ճիճուներ իր մեջ,
ապա այդ միրգը պիտանի չէ, քանի որ միայն արտանյութով սնված կամ նրա մեջ արդեն վնասակար նյութեր ունեցող մրգին երբեք ջիջուները չեն մոտենում։ Եվ եթե ձեզ թվում է, որ այս ճանապարհով տարակ հասցրեցիք ինչ-որ մի երկիր, կրկաբաց ձեզ պետք է ընդունեն։ Եվրոպական բոլոր երկրները տարբեր աշխարհամասերից գալիս են կանգնում նավեր, երևի Երևանի կենտրոնական հրապարակից էլ ավելի մեծ, եւ այնտեղ բեռնաթափվում է տարբեր տիպի համաշխարհային եւ եվրոպական չափանիշներով արքերով, բարձր, ջերմաստիճան, ամեն ինչ գրած երկիր, թեկուս ամեն մի միրգը համարակալված եւ նրա վրա նաեւ որ պիտանի է ուտելու նշաններով ամեն ինչով գալիս է այդտեղ։ Եվ եթե դուք տարել եք, որ խնդրում եմ, այդ գիտեք ինչի է նման Հայաստանի այդ որ Եվրոմիությանը խնդրեն ձեր ապրանքը ընդունեն, դա նման է մի երևույթի, երբ որ սուպերմարկետի կողքին այդ որ ամեն ինչ այդտեղ կա, մի պարավքին տանը աճեցրել է մի փոքրիկ հողամաս ունի, մի 10 դաստա եք ասում, չէ, դուք սող կամ կոտեն բերելա դրեց ծախելու, այ դրան եք նմանվել։ Հայ ազգը նմանվել է դրան, ինչի համար, որի մեղավորը մենք եւ հատկապես Հայաստանում բնակվող բոլորը, դեք կասեմ ինչի։ Այժմ տգետի թակարդը, երբ որ դուք ընտրում եք ղեկավար տգետին, ապա այդ տգետի ղեկավարած երկիրը պետք է նմանվի իրեն։ Ես տարբեր երկրների, երբ որ երկրները փուլ է գալիս կամ վատ իրավիճակում է, հետո դնում են այդ երկրի համար պայքարող եւ խելացի ղեկավար, այդ երկիրը 10-15 տարում ոտքի է կանգնում, դառնում է մի հոյակապ երկիր։ Եվրոպական շատ երկրներ են հասել 0 նույնիսկ ավելի ցածր եւ նորից դրանից բարձրացել։ Բայց Հայաստանում 4 տականք, 4-ն էլ մեկը մեկից ավելի անգրագետ եւ իրենց ներքին աշխարհով ավելի աղքատ, դրա համար էլ երկիրը դարձավ այդքան աղքատ։ Ինչ ցանում ես նայել ընձում ես։ Հիմա Հայաստանին էս Նիկոլնա, էս էլ դուք եք այդ հավերը, հայաստանցիները, ճտիկներն եք հավի։ Նիկոլ ջան ասելով, ինչ են այստեղ կատարում, թեկուս այդ հրյաները, թեկուս ռուսների խաղը, թեկուս Ադրբեջան, Եվրոմիություն, Թուրքիա, թեկուս Իրանի խաղը։ Ձեզ քշում են այստեղ, ոչ թե այստեղ են քշում, ձեզ քշում են այստեղ, ձեզ քշում են այստեղ եւ ճանապարհը ցույց են տալիս։ Եվ այստեղից կերը չեն տալիս, այս մասից կերը չեն տալիս, այս մասից մի քիչ փշի են անում, ճտերին հավաքած վազում ես այս կողմը, այս կողմից էլ ասում են, որ գնաս այս կողմը հայրդ կանիցենք, վախեցած նորից գալիս ես այստեղ կանգնում, հիմա էլ իբր Եվրոմիությունն է ընդունում, վազելով գնում ես Եվրոմիություն, Վրաստանը այս ռուսների հետ լավ լինելով կփակի, մնում է Թուրքիայով։ Այսինքն դու դառնում ես Թուրքիայի վիլայետ։ Ձեզ հավի տեղ դրած տանում են այդ բոլոր խաղերը, որը Նիկոլը հստակորեն կատարում է։ Նաև այն, որ եթե ներսում դու չունես նշանակված դրված օտար երկրյա լրտես, թեկուս քո ազգից, թեկուս կիսա քո ազգից, թեկուս չգիտես ազգությունը, բայց նա ամենաբարձր ղեկավարն։ Այդ երկիրը այսպես թե այնպես պետք է գնա վերացման։ Եվ Նիկոլի սրտիկներով այստեղ ինչի համար եմ նաև խոսում։ Երկիրը այսպես թե այնպես վերացրել եք, այդտեղ երկիր չկա։ Ես ամաչում եմ նրա համար, քանի որ երկիրը ոչ միայն վերացրել եք, այլ նրա համար, որ ձեր նման չմոները պետք է աշխարհով աշխարհ գնան եւ ասեն հայ ենք։ Լա այդտեղ թաքնված ապրում եք։ Ամեն մեկի 10,000 դրամ են տալիս, ձեր լափը ուտում եք տարբեր այդ ձեր քարանձավներում Հայաստանում փակում։
Դրանք տներ էլ չի կարելի ասել, քանի որ արդեն տան շնորհք էլ չկա դրանց վրա։ Բայց այդ ձեր հակուկապով, այդ ձեր տեսքով, այդ ձեր դատար գլխով աշխարից աշխարհ գնալով դուք նաև այդտեղ եք վարկաբեկելու ավելի շատ, քան Նիկոլը։ Նիկոլը արդեն վարկաբեկել է հայ ազգին, իսկ դուք այդ վարկաբեկման փնթի ավելի տեսակն եք։ Բայց այստեղ ո՞րն է նաև հարցը։ Այստեղ հարցը նաև այլ է։ Այժմ հանգիստ եւ լուր իրավիճակ է կարծես աշխարհում, բացի ռուսա-ուկրաինականում։ Սա ամենավատ իրավիճակն է։ Երբ որ ինչ-որ բան չի կատարվում, այսինքն նախապատրաստվում է։ Իսկ այդ նախապատրաստումը պետք է դու էլ նրան նախապատրաստվես։ Դա կլինի մեզ համար լավ, կուրախանանք, կլինի վատ, դրան պետք է պատրաստ լինենք։ Եվ այստեղ ռուսամետները մտածում են, տանենք Ռուսաստան, Ռուսաստանի հետ լավ լինենք։ Թուրքամետները նույն բանն են մտածում։ Իսկ ադրբիջ մենները դրանք ավելի սարսափելի տեսակն են, ավելի սարսափելի տեսակը։ Ռուսամետներին ասեմ եւ թուրքամետներին, որ նրանք համարյա հավասարապես բաշխում են Հայաստանով մեկ։ Քանի որ մի մասը գնաց Ռուսաստան ընդհանրապես ապրեցին այդ առաջի երկրորդ պատոկները, երկրորդ, երրորդ եւ մինչ այժմ գնում են աշխատում այնտեղ գումար վաստակում գալիս, նաեւ մի մասը Թուրքիայի հետ առևտուր անելով, մի մասն էլ Թուրքիայում աշխատելով։ Այսինքն դուք հավասար եք եւ ձեզ համար տարբերություն չկա։ Այն կողմը կանցնեք, թե այն կողմը կանցնեք։ Երկուսն էլ ձերն են։ Դրա համար, եթե դուք չեք անցնում ձեր կողմը, անցնում եք թե նրանց կողմը, այսպես թե այնպես դուք ոչնչություն եք դառնում։ Այստեղ սա է հարցը։ Այժմ կմոտենանք իրական հարցին եւ իրական այն ինչ որ կատարում է խոսանք։ Խոսանք նաև սահմանադրական դատարանից։ Սահմանադրական դատարանը այս ոչխարներին, որ նայում ես, այս ոչխարները բոլորը նշանակովի եւ այս 4-ի ծառաներն են։ Հիմա ինչ պետք է անեն։ Նաև Հայաստանում այս լռությունից հետո կարող է նաև սա անցնի եւ այս բոլորը սրանք Նիկոլի հետևը պաշտպանողներն են։ Նաև այստեղ մի քանի փաստ բերեմ, որովհետեւ ձեզ հասկանալի լինի։ Արցախում, երբ որ Սերժիկը կամ Ռոբիկը Հայաստանում արդեն նախագահ էին, սրանք Արցախում ավելի շատ նշանակած ուրիշ անձանց անունով հիմնարկներ կունենային, թե այնտեղ կունենային մի քանի արցախցի։ Իհարկե սրանք չէ։ Իսկ որ Արցախը արդեն տվին Ադրբեջանին, ամենից շատ այդտեղով տուժեց։ Իհարկե սրանք, ճիշտ է։ Դրա համար երկուսն էլ գնացած ափալ-թափալ իրենց ունեցածը Ալիևին վաճառում էին։ Այստեղ այս տականքը ճիշտ է։ Սրանք իրենց եղածը վաճառեցին ու ասացին հետ եկեք, տվեք, պրծեք, փողերը առել ենք արդեն։ Նույնը այստեղ ամբողջ Հայաստանի հետ են կատարել։ Սրանք չեն տուժելու։ Սրանք նույնպես Հայաստանում իրենց ունեցածը վաճառել են Թուրքին ու Ադրբեջանցուն, հետո իրենք փախչեն թուրքն ու ադրբեջանցին, բարատները ձեռքին հայերին ասելու են, այ ընկեր, սա Հայաստանն է, բայց սա մենք առել ենք, այս մարդկանցից մենք առել ենք սա։ Նույնն էլ Արցախի հարցը ինչի ասում փակված է։ Փակված է, որովհետև ծախել են նաև գործարան, ֆաբրիկա, այդտեղ հիդրոէլեկտրակայան եւ այլն, այդ ամբողջը ջրամբարներ, այդ ամբողջ այս տականքները ծախել են, դրա համար Արցախ հետադարձի ճանապարհ չկա եւ չեն էլ բարձրացնի երբեք դա, քանի որ սրանք կան։ Իսկ ինչ է այստեղ այս նաեւ երկու ծաղրածուին բերեցին այստեղ, որովհետեւ խաղան այս խաղը, որ բոլորը իրենք լինեն։
17 թե 20 կուսակցություններ, բոլորին ընտրեիք բացի սրանցից, նրանք չեն կարա այդքան ձեն կեղծեն, եթե դուք տայիք օրինակի համար 25% դոգին և կանգնեիք ասեիք, որ դոգին ենք տվել, դրա դեմներ կանգնած ջարդեիք փչրեիք ասեիք, մենք դոգին ենք տվել, հանեք տեսեք, որ այդ արկրի բոլոր թղթերը դոգինն է, մեկը այն Սուրենին, այն խելոք տղուն տայիք, մյուսը տայիք այդ ազգային բևեռը ինչա, դրանց տայիք, ով կանգնեիք ասեիք նրանց ենք տվել, չէ, 100 թե 50 դոլարով ծախվեցիք ու նորից նույն իրավիճակն է կատարվել, իրենք ծախելու են Հայաստանում իրենց ունեցածը փախչեն, իսկ դուք նորից գրուզավիկները բարձած, հենց ազերիներն ու թուրքերն էլ կարող է գրուզավիկներ բերեն, դեպի Ռուսաստանի ճամփեն եք բռնելու, դեպի Իրանի ճամփեն, սրանք հայրենիք չունեն, սրանք ոչ ոք են, իրական հայերը տեք այդտեղ տուժելու, որը այս խաղի իմաստը մինչև վերջ չհասկացաք, այժմ ավելի մանրամասն այդ մասին ասեմ, նախորդ ֆիլմում խոսացի և գրեցին, որ մի քանիսի չհասկացան, այն գումարները, հանքեր, գործարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ, նույնիսկ գործարանների արմատուր ու օգտակար նյութեր վաճառելով, հանքերը Հայաստանի ավելի շատ օգուտ են տալիս, քան Ադրբեջանի նավթն ու գազը, այդ ամենը սրանք վաճառել են, այդ ամենը եղել է սրանցը, կիսովի ռուսների հետ, հիմա էլ անգլիացիների հետ, եթե 10 միլիոն հայերին հաշվենք, 10 էլ չկա, ապա ամեն մեկից այս 4-ը միասին գողացել են $30,000, սկսած 1991 թվականից, միգուցե ձեր տան անդամների մի մասն էլ մահացել են, մինչ օրս նաև նոր ծնված երեխան, որը մինչ այս պահը ծնվել է արդեն, նրանցից գողացել են, թեկուզ նա ծնվել է Ավստրալիայում, թե նա ծնվել է Եգիպտոսում, $30,000 ամեն մեկիցը տարել են, իսկ հայաստանցիներին, որոնք այժմ 2.2 միլիոն էլ չկաք, տարել են $150,000 ամեն մեկից, պատկերացրեք 4 հոգեանոց ընտանիք, $600,000, դա որքան փող է, և նորմալ տուն կունենեիք, և նորմալ աշխատանք, և նորմալ հագուստ, և սրանց հետևը չեք համբուր, հիմա հասկացաք, թե ձեզ ինչի տեղ են դրել այս անգրագետ անողնաշար լրտես պոռնիկները, այժմ էթնոսի իմաստը, երբ որ Ամերիկա, Կանադա, Մեքսիկա և այլն այնտեղ հարցնում ես, կամ ասում է տեղացի եմ, եթե կարմրամորթ է, կամ ասում է ես անգլիացի եմ, մեկն էլ ասում է իռլանդացի եմ, մեկն էլ ասում է ֆրանսիացի եմ, և այլն, թեպետ այստեղ կարան ասեն միայն գերմանացի ենք, լեհ ենք, նորվեգացի ենք, շոտլանդացի ենք, այլ տեսակներ չեն կարող ասել, բայց քանի որ 1000 տարի առաջ, 2000 տարի առաջ բրուտը ստեղծեց նաև սրանց, ասում է իսպանացի եմ, այս բրազիլացին էլ ասում է մենք պորտուգալացիներ ենք, հիմա հայերս այստեղ ասում ենք մենք հայ ենք, հիմա այս պոռնիկին հարցրել եք, դուք ով էիք ու հիմա ով եք, որևէ մեկը հարցրել եք նաև սրան, ինչ է ես Աթաթուրքի տեսքով հանդես գալիս էստեղ, ով ես դու, ինչ է այս դրոշակը կախված դոշիցդ, այ ոչխար, այս անպատվությունը, բրուտի անպատվությունը, այս քարտեզը անպատվությունը, ինչ է դոշիցդ կախված և Աթաթուրքի գլխակը գլխիդ, այ ոչխարի մեկը, և հայրիցդ որևէ մեկը հարցրել եք, որ մեր հայ տեսակը, նրա էթնոսը սա է,
3000 տարի առաջ են մեզ այստեղ տեսել, 5000 տարի առաջ էլ, 3 էլ այսօր էլ, իսկ քու էթնոսը որտեղած ես, այդ տղա, ասա, այ ոչխար, դու որտեղած ես, որ դնենք այդտեղ պելուս այդտեղից եկել ես հիմա էլ այստեղ, կամ դու ես եղել այստեղ, կարող են քու DNA-ն ստուգել, տեսնել, որ քու ոչխար DNA-ն գալիս է այս մասերից, դու ստեղի հետ ոչ մի կապ չունես, հասկանում եք այս ամենը, հասկանում եք, որ ոչ մի ավստրալիացի նա չի ասի, ես ավստրալիացի եմ, նա կասի Ավստրալիայի բնակիչ եմ, բայց ես ազգությամբ, օրինակի համար, Իռլանդացի եմ, շվեդ եմ ազգությամբ եւ այլն, բայց նա չի ասի, որ ես ազգությամբ ավստրալիացի եմ, իսկ այս ոչխարին տվեք նաեւ այդ հարցը, եւ խնդրել եք, որ մի ֆիլմ պատրաստեմ, ես հիմա ժամանակ չունեմ այդքան, բայց ֆիլմ կպատրաստեմ շատ արագ, ռուսերեն թարգմանած կտամ, որպեսզի արհեստական բանականությունը իմ փոխարեն ռուսերեն խոսի, բայց Ալիևին, այն որ ասում են կլիզմա անելով, կբացատրեմ ամբողջը, որպեսզի ինքն էլ հասկանա, որ ինքը ով է, եւ այդ հարցը ընդհանրապես չբարձրացնի, եւ չասի, որ ինքը սա է։ Թեպետ բրուտյան խաղով սրանք գնում են այդ խաղը, երբ որ դրած է Օթելոն, այսինքն Օթելոն պետքա Դեսդեմոնային մորթի, իսկ եթե դրված է Իլֆի ու Պետրովի ոսկե հորթը, ապա սա պետք է խաղա Պանիկովսկու դերը, այդ էլ խաղում է, իր դերը նա լավ խաղում է, բայց մեզ այս ցիրկը դուր է գալիս, թե չէ, այսինքն այս ցիրկը վերացնենք, թե թողնենք։ Այժմ աչքներդ բացեք, հիմա բացատրեմ այստեղ մի քանի մանրամասնություն, որպեսզի հասկանա։ Ադրբեջանցին, Ալիևը ընդհանրապես ցանկություն չուներ այն Արցախը բացի 7 շրջանը, որը կա, հայերին այդտեղից քշեր։ Ալիևը հայերին այդտեղից չի քշել, սրանց պայմանավորվածությամբ է հայերին այստեղից անել, դրա համար էլ սա իբր դուրս եկավ, տղեկ մի քանիստ էլ կգնաք կնստեք, քանի որ Արցախի քորշունը սա է, այն բակոն սրա ծառաներն են, այնտեղ էլ է այս խաղը գնում, որ այս 4-ը խաղում են իբր սա, սրան էլ հերնում էր կասի, սրան էլ, բայց այս 3 աղբեր են, իսկ սրանց պապան սա է, իսկ Արցախի պապան սա է, այս տականքն է, ինչ արեցին, Արցախը դադարգեցին, դեպետ սա սրա սրտով էր ես, Թուրքիա տանողը, սրա մտածածներ, այս տականքի մտածածներ իբր, ռուսները այստեղից ռադ կլինեն, նորից կգնանք, ռուսներին այստեղից քշելն էր, եւ հիմա էլ այս խաղը տանում են, իբր այն Կարապետյան Սամոյին մտցրեցին այստեղ, Դոդիկ եւ այլն, նաեւ այդ խաղն են տանում, այդ մասին էլ կխոսան։ Եվ հիմա էլ Հայաստանին ընդհանրապես Ռուսաստանից կտրում են իբր Ռուսաստանից կտրվենք, ընդհանրապես կտրվենք, որ բրուտը մեզ մի քիչ սիրի, մենք էլ մնանք թեկուզ մի քանի հազար քառակուսի կիլոմետրով մեր բիզնեսները առաջ տանենք։ Եվ սա պատահական խոսք չէր, այս տականքի ասածը, որը համարյա իմ ամեն մի 5-րդ ֆիլմը մեկ նշում եմ, մեզ պետք է 700,000 մարդ, որպեսզի մեզ համար աշխատեն։ Պետության ղեկավարի այդ խոսքն ասելուց հետո, եթե պետության ղեկավարը մնում է ղեկին, այսինքն այդտեղ պետություն չկա, եւ այդտեղ մարդկություն չկա, մարդ չկա։ Արցախը տվեցին, հիմա էլ այս Տրամպի հետ պայմանավորված այս անցումը կամ Ադրբեջանից նավթ գնելը, սրա կատարածն է, սա է կատար։ Սրան պետք է, որ Ադրբեջանը եւ Արցախը միասին լինեն, բայց Արցախի նայողը, փոխտանողը սա լինի Ադրբեջանի Ալիևի աշխատողը, բայց Արցախից փողը սա լինի տանողը,
Սրանք Ալիևի հետ բանակցում են այդ ամենի մասին, դրա համար Ալիևն ասում է սա տվեք, այստեղ էլ սա կտամ այսքանը, այստեղ էլ սա։ Սրանք խաղում են մի խաղ, որպեսզի իրենց փրկեն, իրենց բիզնեսը փրկեն կամ Հայաստան կոչվածում, մի քիչ էլ Արցախում։ Ալիևը սրանց հետ խաղում է այդ խաղը, բայց Ալիևը հենց որ ստանում է բրուտից հրահանգ, նա կատարում է այդ հրահանգները։ Դրա համար սրանք էլ չեն լավ հասկանում, թե այստեղ խաղի իրական իմաստը Ալիևի որն է, ինչ խաղ է խաղում։ Իսկ այս տականքներին, որ մտածել, ինչպես գիտեք, մենակ սա ու սա են, որ ցույց չեն տալիս գումարներ ունեն, լավ են ապրում, բայց ամենահարուստը Հայաստանում եւ Արցախում սրանք են։ Այս մնացածը դրանք ճտելն են։ Եվ սրան իբր փակեցին, իբր սրան էլ սա փակեց, հիմա էլ սրանց կարող է փակել։ Այս սրանք բոլորը խաղեր են, եւ հիմա էլ տանում են Հայաստանի ոչնչացման խաղը։ Քորշունը տեսնելով, որ սա լավ էլ խաղում է, Արցախը դատարկեց, սա իր երազանքներ, էլի սրանք խաղի մեջ են, հիմա էլ կատարում են Հայաստանի վերացումը։ Հայաստանի վերացումը սրա ձեռքով։ Ու այս երկու խաղացողը, ես սրան չեմ էլ մտածել, որ սա կարող է հայ լինի։ Սրան մի անգամ ես բոլորին խնդրել եմ, որ սրան տվեք ձայնը, տեսնենք Արցախի հարցով սա ինչ է կատարել։ 21-ին, երբ որ կատարվում էր ընտրություններ, կարող եք դիտել, ասել եմ տվեք Սամոյին ձեր ձայնը։ Հիմա էլ ասեցի ձեր ձայնը բացի դրանց տվեք այս բոլորին, դոգա, մոգա, այդ բոլորին տվեք բացի դրանց, չտվեցիք նորից։ Եվ հետո նորից պետք է լաց լինի։ Այժմ Մետաքսի ճանապարհի մասին։ Իվան Իվանովիչը խոսել է մի քանի անձնավորությունների հետ եւ ինձ հետ խոսալուց հետո ինչ ասեց։ Բրուտները ամենից շատ արտադրանքը այս մասում է կատարվում եւ նաեւ Հարավային Կորեայում սրանք այստեղ է կատարվում ամենամեծ քանակի որակյալ արտադրանքը։ Բրուտը եթե այս ամենը հիմա տանում է այս ճանապարհով դեպի իրեն։ Հիմա ձեր ասած Մետաքսի ճանապարհը, որը պետք է գա այստեղ, հետո այստեղով այստեղով այսպես գնա, կամ գա հյուսիս հարավ, գա Վրաստան, նորից ծով գնա այստեղ, բրուտը ավելի լավ ճանապարհ ունի։ Գալիս է, այստեղով դուրս է գալիս եւ տանում է միանգամից իրեն։ Հասկանալի է ձեզ։ Նույնը Հնդկաստանի մի փոքր այստեղ մաս կամ այստեղ սովետական միության այդ մասում է։ Այսպես վերում է վերև նորից տանում։ Նրան պետք չի ոչ Թուրքիան հետ միանան, ոչ Ադրբեջան, ոչ Իրան, ոչ այստեղ հարավային, նաև եվրոպական երկրներ, վերևով տանում է իրան, այս ճանապարհով է։ Գալիս է այստեղ, մյուս ճանապարհը գալիս է այստեղ։ Եվ ինչ է այս ճանապարհը իրեն ամենահարմարը, քանի որ Բրեժնևը գցեց Բայկալ Ամուրյանը, նաև այսպես է դուրս գալիս։ Դրա համար չինացիք նաև այստեղ այս մասն են կառուցում։ Վեսել է խաղ։ Բայց այստեղ ամենակարևորը, որ մեր ոչնչացման հարցն է դրված, մեր ոչնչացումն է կատարվում։ Հիմա եթե ես չեմ դուք եք, դուք կփորձեք 20 հոգու բանջարաբոստանային տարածություններով գնալ սաղին փոխտալ ձեր տուն հասնել, թե 1-2-ի։ Դեր ինքներդ մտածեք, այդ Մետաքսի ճանապարհը, երբ որ Չինգիզ խանով փակում էր, որ հայերս էինք Մետաքսի ճանապարհը սարքելու տերը, հիմա նորից նույն Մետաքսի ճանապարհն է բացելու։ Նաև այստեղ մի նրբություն նաև ձեզ, որպեսզի սա էլ հասկանաք։ Մոսկվան կրակների մեջ այս բրուտի դնովի տականքը, որին վերջում, երբ որ ուղարկեցին այդ Սուրբ Հեղինե կղզեր կարծեմ, այդտեղ սրան բանտարկության, այդտեղ էլ թունավորեցին սրան,
Այս տականքը ինչի վառեց Մոսկվան, եթե Մոսկվան թողել հեռացել էին, կարող էին իրենք այդտեղ բնակվել, տարածվել եւ հետո նաեւ հենց ռուսները որևէ կողմից հարձակվեին, ոչնչացնեին, չէ կարող են, բայց ինչի վառեց։ Վառեց, քանի որ այդտեղ էլ կար հայկական հետքը, այդ բոլոր կառույցները, կառույցների հիմքերը, մնացածը, խորհրդանիշները, այդտեղ էլ էր բոլորը հայկական։ Դրա համար վառեցին նորից Մոսկվա կառուցելու համար, որպեսզի հետքը վերանա։ Հասկացաք իմը։ Եվ նաև հայերին։ Ամենից շատ հայերիցս վախեցած է բրուտը, հետագայում ռուսը, իսկ երրորդը դա թուրքը։ Դրա համար, եթե այնտեղ մնացել եք եւ ինչ-որ տուն կարողություն ունեք, վաճառեք անցեք այլ երկրների, այդտեղ դուք այլևս ապագա չունեք, հետո չլացեք, որ չի խոսվել այս մասին։ Իսկ թե ինչ ճակատագիր է ձեզ սպասում, դուք ինքներդ մտածեք։ Եվ ամենակարևոր հարցը այստեղ, երբ որ այս խաղը նույնպես խաղում են, բոլորով են որոշելու։ Եվ այս տականքների նայեք սրանց տեսքին, սրանց խոսացածին, սրանց խելքի քանակին, տականքներ եւ ոչնչություններ են բոլորը։ Երկիրը տանում են կործանման, հայ, քեզ դրել են հավի տեղ եւ քո սուրբ երկիրը տանում են կործանման։ Եվ այստեղ քշում են մեկես կողմ, մեկես կողմ, մեկես կողմից են փակում, մեկես կողմից հետագայում դառնալու եք կնչու եւ աշխարհով մեկ վերանաք։ Մտածեք, եթե այս իբր ձայներ տվեցին նաեւ դոդին կամ չտվեցին, հանգստանաք, տանը նստեք եւ չոչնչացնեք այս տականքների, դուք ինքներդ ոչնչացած եք, ձեր հարցերի բոլոր պատասխանները։ Նաև այն հարցը, որ Եվրոպայում ջերմաստիճանը բարձրացել է 35-ը հասել, Եվրոպան ու Ռուսաստանը ոչնչանում են։ Շոր դուք ձեզ մոտ նայեք, եթե ձեր մոտ 10-20 աստիճանը, եթե Եվրոպայում բարձրացել է 35, ապա դրանից ավել Եվրոպայում չի կարող բարձրանալ, թեկուզ 40 բարձրանա։ Եվրոպացիք ունեն իրենց պաշտպանության ձևերը, կպաշտպանվեն, եւ ոչ Եվրոպան կոչնչանա, ոչ Ռուսաստանը, դրանից չեն ոչնչանա։ Ոչնչանում եք դուք, չհասկանալով, որ ձեր տակը դրված է դինամիտ, եւ ձեր տան մեջ օձ կա, եւ այս օձը ցանկացած պահի կարող է ձեզ խայթել, եւ դուք լինեք արդեն օձի նարկոզի տակ, իսկ այն մի օձը թուրքը գա եւ գլուխներդ կտրի։ Հասկացեք, աշխարհը դա պայքար է, իսկ պայքարում միայն ուժն է հաղթում։ Նա որ ունի ուժ, դուք փորձեք ուժեղ լինել։ Սրան ոչնչացնելու համար նախ սրան պետք է ոչնչացնեք, որ այս մյուսները վախենան։ Հասկանալի է։ Հասկանալի է, որ Հայաստանում այժմ 170,000 օտար երկրյա, որոնց 80%-ը թուրք ու ազերի են Հայաստանում։ Թե ինչ են անում նրանք, էդ էլ դուք որոշեք։ Եվ մեկ լացի, մեկ բողոքի։ Դուք եք այդտեղ։ Դուք ինքներդ որոշեք, ցանկություն ունեք Հայաստանում ապրել, թե ոչ։ Բայց իմ համոզմամբ, ձեր մի մասը ցանկանում է սրանց միանալ, լավ էլ հետներն ապրում եք։ Մի մասը ցանկանում է սրանց միանալ, իսկ շատ քիչ մարդ արդեն հարմարվել է ձեր 10-20%-ը, որ հիմա էլ սրանց մեջ կմտնենք, մենակ ապրենք, մենակ ուտենք, ու զուգարան գնանք, դա է ձեր նպատակը, այսքանը։